Խորհուրդ կտայի, որ երբեք նվերները բերելու ընթացքում չբռնվի։ Շնորհակալություն կհայտնեի այն բոլոր նվիրական իմ երազանքների համար, որոնք կարծես թե ի կատար են ածվում։ Կդնեմ իմ բաժին ծրարի մեջ եւ կտանեմ ինձ հետ հույսով 2026։ Տիկին Ազարյան 2025 թվականից ինչ հիշարժան դրվագներ կտանեք ձեզ հետ 2026 թվական։ Առաջի բանը, որ եկավ միանգամից մտքիս խաղաղության այդ մեծ չափաբաժնի զգացումը վստահաբար կդնեմ իմ բաժին ծրարի մեջ եւ կտանեմ ինձ հետ հույսով 2026։ Տիկին Ազարյան, եթե հնարավորություն ունենայիք հանդիպել ձմեռ պապիկին, ինչ կլիներ ձեր առաջին հարցը։ Երևի ոչ թե հարց կուղեի, ձևակերպումը հարցի տեսքով չէ լինի, այլ երախտիկի տեսքով կլիներ, շնորհակալություն կհայտնեի այն բոլոր նվիրական իմ երազանքների համար, որոնք կարծես թե ի կատար են ածվում։ Եթե նոր տարվա սեղանին պետք լիներ թողնել ընդամենը մեկ ուտեստ, որը կլիներ այդ ուտեստը։ Կոնֆետներ կթողնեի, հա։ Միշտ իմ սեղանին դրված է կոնֆետները։ Եթե ձմեռ պապիկին աշխատանքի ընդունեիք, ինչ պաշտոն կտայիք խորհրդարանում կամ կառավարությունում։ Ձմեռ պապիկը երևի կհամակարգեր ամենայն հարգանքով իհարկե իմ սիրելի Ժաննա Անդրեասյանին, բայց կհամակարգեր մշակույթը, կրթությունը, սփյուռքից իր սառնակով կբերեր մեր սփյուռքում, այսպես ասած, բնակվող հայրենակիցներին։ Տիկին Ազարյան, եթե ձմեռ պապիկը հրավիրեր ձեզ իր խորհրդարան կամ կառավարություն, 3 րոպե ելույթի ընթացքում ինչ կասեիք։ Ձմեռ պապիկին, այս մեկը բարդ էր, ինչ կասեի։ Երևի կասեի շնորհակալություն իր, այսպես ասած, հիպոթետիկ գոյության համար, երևակայական գոյության համար, որովհետև այն բոլոր ասոցիացումները ձմեռ պապիկի, հա, գոյության կամ հավատալու չհավատալու այս դրամաբանության մեջ, կարծում եմ լիքը կտորներ, լիքը դետալներ են կապվում ձմեռ պապիկի, հա, շուրջ այդ ձևակերպման, երևի շնորհակալություն կհայտնեի, որ առհասարակ գոյություն է ունեցել մեր հիշողություններում։ Ձեր ընդդիմախոսներից ում ինչ կնվիրեի կամ այս ամանորյա առիթով։ Մեկ հոգու, թե մի քանիսին։ Եթե մի քանի ընդդիմախոս ունեք աչքի տակ։ Հազիվ մեկին կարողանամ այս պահին փորձում եմ պրոյեկտել, ում կնվիրեի։ Երևի բոլորին ըստ էության, բոլորին կնվիրեի, ասեմ հիմա, բոլորին կնվիրեի չափի զգացում, երևի։ Եվ ըստ պատեհության, հա, չգիտեմ նույնիսկ ոնց ձևակերպեմ, չափի զգացում եւ մի փոքր լայն սիրտ լինելու կարողություն։ Եթե ձմեռ պապիկը խորհրդակցելու գար ձեզ հետ, ինչ խորհուրդ կտայիք նրան։ Խորհուրդ կտայի, որ երբեք նվերները բերելու ընթացքում չբռնվի այդ ճանապարհին եւ մեր փոքրիկների, մեր բալիկների նվիրական երազանքները հանկարծ չկոտրվեն այդ process-ի ընթացքում, մաքսիմալ զգույշ գտնվի եւ խնամքով վերաբերվի այդ էմոցիաներին։ Եթե ձմեռ պապիկը հանկարծ որոշեր, որ միայն երգելուց հետո կբաժանի նվերները, ինչ երգ կերգեիք նրա համար։ Ռոբերտ Ամիրխանյան, Դինգ Դոնգ։ Կարող մի երկու տող երգեք։ Չէ, հազիվ թե։